Ողջույն, ժողովուրդ ջան, եւ իհարկե, քանի որ խոսքը հիմնականում վերաբերելու է Հայաստանի Հանրապետության տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարությանը, ինչպես նաեւ Արարատի մարզպետարանին, ուստի մի փոքր փորձենք զուգահեռաբար նաեւ պաշտոնականներ շփվել։ Պարոն Խուդատյան, հարգանքները ձեզ, ես այսօր տեսա, որ դուք գտնվում եք Գյումրիում, այցեր եք անում, այցելություններ եք անում, նայում եք ինչ արվում, ծրագրերին եք մոտիկից հենց հողի վրա, գետնի վրա ծանոթանում, շատ գովելի է, շատ շնորհակալություն։ Եվ մյուս կողմից էլ հասկանում եմ նաև, որ Հայաստանի Հանրապետությունում այնքան բան չկա արած, որ գուցե հրատապության խնդիրները ձեր մոտ մի փոքր այլ կերպ է դասավորված։ Բայց եկեք հիմա ես քանի որ Ջրաշեն համայնքում գյուղում եմ գտնվում, Երևանին կից մի փոքր գյուղ է, որտեղ որ խնդիրներ կան, այդ խնդիրները հիմնականում վերաբերում է հենց ձեր գերատեսչությանը, հարցը միայն ճանապարհը չի լինելու, հարցը նաև կոնկրետ ուսանողների կամ երեխաների կրթությունը, այդ ազատությունը ապահովելն է լինելու։ Շատ ծանր բարդ դեպք է եւ զարմանալի է, որ Երևանին շատ մոտիկ վայրում կարա լինի այս կարգի հարց։ Հիմա մանրամասները։ Ես պայդրությամբ գյուղում եմ, խնդրեմ քաղաքացիները հավաքվել են, անգամ պատրաստական են մոտենալ, հաջար Արարատի մարզը, որովհետև Ջրաշենի մոտիկ Երևանին է ունի այնտեղ։ Հասկացա, դիտակից հետո մի խոսքով։ Արարատի մարզի Ջրաշեն գյուղն է։ Մարդիկ էլ բնակիչները գյուղի հավաքվել են, խնդրեցին, որ ես մոտենամ ու նկարահանենք այս ամեն ինչը, երևի ավելի հարմար կլինի, այսպես տեսա ուղերձով ձեզ դիմել, չնայած եթե կա կարիք պաշտոնական պատասխան ստանալու ինչ-որ կերպ, մենք կարող ենք նաև նամակով էլ ձեզ դիմել, հույս ունենք, որ ժամանակը գտնեք կդիտեք։ Տեսեք ինչն է հարցը։ Ջրաշենից գալիս է Նուբարաշենով իջնում է քաղաք։ Կա մի հատ ավտոբուս գործող, կար մի ավտոբուս գործող, վարորդն էլ շուրջ 30 տարի, այդ մի ավտոբուսն է եղել։ Ես ես ընդհանուր միտքը ասեմ, մանրամասները դուք դետալային կասեք, հարգանքներս լավ, ուրեմն այս ավտոբուսը քարուքանդ լինելով գնում գալիս էր այդ ճանապարհով։ Քարուքանդ ճանապարհ ասածը ընդամենը երևի 1.5-2 կիլոմետրի մասին է խոսքը, ես հիմա եթերի ընթացքում նաև իմ մեքենայով այդ ճանապարհը կանցնեմ, որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչ է կատարվում։ Ուրեմն, այս մեքենան քարուքանդ էր լինում։ Մի մարդուն ձեռ չի տալիս, այդ ավտոբուսը քշի։ Եթե պիտի քշի, առանց փողը մի բան էլ ավելացի տանի ավտոբուսը սարքի, ասում եմ, չեմ քշի, 30 տարի հոգնել եմ, ել չեմ քշի։ Ուսանողներին էլ քաղաք ոնց պիտի իջացնեն, գյուղից ամեն օր սրբատ հերթագրել են, 21-րդ դարն է։ 2025 թվականն է, որ ամանորին լավ ուղերձներով դիմում էինք ժողովրդին։ 25 թվականն է։ Մարդիկ գյուղում ամեն մեկը մի օր գյուղի ուսանողներին իջացնում է քաղաք, հետո գնում, հետա բերում։ Օրը մեկը, որովհետև այլ տրանսպորտ ենթակառուցող գոյություն չունի։ Այսինքն լինելով քաղաքին շատ մոտիկ, լինելով շատ ավելի հարմար բարենպաստ վայրում կան կարող են լինել սահմանամերձերը, ունի այնպեսի մի խնդիր տարական, որը իմ կարծիքով շատ բարդ չի լուծելը։ Ճանապարհի հարցը եթե լուծվի, հնարավոր է տրանսպորտի հարցը վերականգնվի, էլի գյուղի մարդիկ հավաքվեն, խնդրեն այդ մարդը քշի։ Չնայած իմ կարծիքով ճիշտ կլինի, որ լուծվի համ ճանապարհի հարցը, համ էլ մի հատ ավտոբուսի վարորդով, չգիտեմ, եթե գալիս է Նուբարաշենով բարձրանում, մի հատ էլ գա այդ գյուղամեջով ու էլի հետ գնա։ Չնայած այստեղ էլի գյուղեր կան, որոնք որ այդ ճանապարհի վրա են գտնվում։ Տեսեք, sense մի հատ հարց կա, կարող է ձեզ զեկուցեն, ասեն Ջրաշենից կարան դուրս գան այդ տրասով, հա, գնան M4-ով։ Իհարկե գյուղամիջյան ճանապարհները լավն է, շնորհակալություն։ Բայց այդ առումով կտրված է լինում այն մյուս բնակավայրեր, այսինքն այդ կողմով այնքան էլ հարմար չի լինում։ Իսկ այդ ավտոբուսը կարողանում է հավաքելով այս ուղղությունը տանի ու բերի, հա։ Մի խոսքով մի քանի հարց է լուծվում, ընդամենը դրանով ու չենք կարծում, թե այդպես բարդ միլիոնների ինչ որ ծախսա պահանջում, որ պատրաստ չլինենք, նախատեսենք, գրենք, գրանցենք, տենդեր հայտարարենք, մյուս տարվա բյուջեի մեջ առհասարակ ներառենք եւ այլն։ Այս հարցը իմ կարծիքով հրատապային ձևով տեղում լուծելու հարց է։
Եթե կարելի է հիմա ես կարող եմ թույլ տալ քաղաքացիներն էլ, բնակիչներն էլ ավելի դետալային ասեն, բայց այս ամեն ինչը նաև կամփոփենք նամակով էլ երևի ձեզ կուղարկենք, ակնկալելով պատասխան եւ մի փոքր բնակիչներին լսելուց հետո երևի առաջանամ արդեն ճանապարհը իմ մեքենայով կանցնեմ ճանապարհը ձեզ ցույց կտամ ինչի մասին է խոսքը ինձ թվում է ամեն դեպքում այն կողմից եկողն էլ մինչև այդ վերջի 2 կիլոմետր հատվածը էլի մի լավ վիճակում չի բայց գոնե տանելի է այսքան տեղը առհասարակ ու մյուս կողմից էլ ափսոս է էլի սա սիրուն գյուղամիջյան բան կառուցել ամեն ինչը տեղը տեղին մայթով ասֆալտով սիրուն գնամ բայց մեկ էլ նայում ես գյուղից ընդամենը այս ուղղությամբ 100 մետր վերև սկսում է կինոն ես մի տեսակ չի ստացվում էլի Միջև են կառուցեք երևի ես արդեն կհանդվի, տաքսիներն էլ չեն գալիս։ Հիմա պայմ քաղաքացիները թող ավելի մանրամասն ասեն, ովքեր ցանկանում են, հովո ջան, խնդրեմ ո՞ց։ Ցանկանալը այնա, որ հիմնական խնդիրը ճանապարհը կառուցվի, այդ տրանսպորտի խնդիրը լուծելը իմ կարծիքով ով էլ ճանապարհ լինի, չի այսօր ունենցա կամ չգիտեմ կառավարությունը անի կամ ով անի, մեր հիմնական խնդիրը ճանապարհն է, որտեղ մեր մեքենաներն էլ ասենք կոտրվում մնացած ասենք տաքսիներ ենք պատվիրում որ պիտի գնանք նուբարաշեն չի լինում չեն գալիս կամ թանկ գումար են ուզում մի խոսքով շատ անտանելի վիճակ է այս թվին այս դարում մենք ոնց որ տղզի մեջ հայտնվաստ ենք իսկ վարորդը ինչ է ասում ասում է ես կքշեմ էլի ասեք նախկինում որ վարորդը քշել է իրենք են այդ գիծը այսպես ասած բաց է Վարորդի հայրը շատ երջանկա հիշատակ անձնավորություն ա եղել, կարող եմ ասել մինչև ժողովրդին ընտելացրեց այդ գծից օգնելուց, գնալ գալուց շատ երկար տարիներ տևեց, 30 տարուց ավել մարդիկ քշել են, ամբողջ համակը ջրաշեն դիտակ, երբևիցե բողոք չունեն այդ նախկին վարորդի վերաբերմունքից, նրա աշխատանքից։ Շատ բարեխղճոր են, նույնիսկ եթե մեքենան անսարք է եղել, ինքը ավտոբուս է ճարել այդ իր ժամին փոխայնող եղել տեղը հասցրել ուսանողներին, քաղաք աշխատողներին, հիվանդի մոտ գնացողներին, դա ասում է բնույթի հարցեր առաջ գալիս, կարողացել են թառաջել, բայց մարդը հոգնել է։ Այդ ճանապարհը 30 տարի ոչ մի անգամ ոչ մի գործ չեն արել։ Ճիշտ է, 2-3 անգամ եկել են լրագրողներ, այն անցյալի ներկայացուցիչները իրենց կարմիր միկրոֆոններով 5-րդ ալիքով եկել են որ դիվիդենդ հավաքեն։ Այսինքն խնդիրը նենց են մեկնաբանել, որ ավելի քաղաքականացվել է։ Դա մեր ժողովրդական լեզվով մարդու փուշ հանելու մատից, այլ եկել են, որ իրենք ասեն, մենք մտածում ենք ձեր համար։ Որ մտածում եք, ինչ եք միտինգներով, միտինգ։ Եթե դրանց այդ ճանապարհ դուք չեք տեսել 30 տարի, այդ ճանապարհով չեք անցել գնացել։ Դեմը 26 թիվ հանդուրժություն է գալիս, ուզում են վերակենդանանան, որ մենք մեռնում ենք ժողովրդի համար։ Ուրեմն ասեմ, ես չէի ուզում քաղաքականացնել, բայց այդ լրատվությունները որ եկել են ու այդ խաղերը խաղացել են, մենք միամիտ չենք, մենք չենք ընդունում։ Մենք կոնկրետ բան, մենք շնորհակալ ենք, գյուղը ասֆալտապատվել է։ Մենք սկզբունքներին չենք դավաճանում։ Ինչ որ կա, այս գյուղը միշտ էլ աշկան գերամբոստությամբ, արդարությամբ, ամեն ինչով գյուղը, ասում, մարդիկ կան, որ 100 հոգից ավել պատերազմին կամավոր են գնացել, զոհեր ունենք, 1000 հարգանք կա այս գյուղի ժողովրդի հայրենիքի իր ապրած բնակավայրի հանդեպ։ Այդ մի ճանապարհի հարցը խնդրում ենք ուղղակի պետականները, էտա որ լինի ուսանողությունը, քաղաք հետ կապ ունենք, մեր ամբողջ այդ դրած բանը որ կա ցույց է տալիս Երևան մի 2 մետր է հեռու հողային տարածքում։ Սա այս թռչնաբուծական ֆաբրիկա է, չէ՞։ Հա, այդ թռչնաբուծական ֆաբրիկան ոնց էր կոչվում։ Հա, այդ Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայից դեպի Ջրաշեն արդեն սկսում է կինո։ Կիլոմետր 9 մետր։ Ահա։ Այդ կան տարածքներ Դե մնացածը կարելի է օգտագործել, չենք ասում փայլուն ճանապարհ, բայց կոպիտ ասած յոլակ տան, իսկ դա անտանելի է։ Դա ինքները դեպի այդ մեքենայով զգացել եք թե ինչ վիճակ է։ Ինչ ասեն մարդիկ չեն կարող քշի։ Մերս քշեցին ասեն շնորհակալ ենք ձեր տված տոմսի գումարից էլ, ձեր ճամփել, թողեն գնան։ Հիմա այդպես անելանելի վիճակի մեջ են։ Ինքը ազգաբնակչություն չի կարողանում շարժվել Թեգուսի են սեփական մեքենաներով գնում գալիս են ճարպում, վնասում են մեքենա։ Սովետաշենից բերում եմ աստը մարդը 100 հավքեք, էլ արդեն ճարահաճալ, ինչ անենք, այսօր գյուղը մի հատ այդ խնդիրն ունի, Սարգսյան ջան։ Մինակ այդ մի խնդիրն այսօր, որ մենք այդ
ճանապարհի համար մեր ուսանողությունը, մենք առավոտ մեր ուսանողների հետ ժամը 7-ից լսում ենք, որ ասենք տանենք ամեն մեկը իր մեքենայով հասցնենք շոր մի տրանսպորտի միտեղ մոտիկտեղ, որ կարանան ասենք այդ մարդիկ հասնեն դասերից չուշան։ Մեր յուղի խնդրանքը մենակ դա է, մենք ուրիշ բան չունենք խնդրել։ Այ գերել ջան, բան մենք հող ենք լսում, դզում ենք, ամեն ինչ անում ենք, որ ավտոմետ է։ Այդ փոստը կեքած, կնայես, կեթա թե չի դա, թե փորձի իրան գան, այդ ճամփին մի հատ էթան։ Շաբաթը մեկ ավտո տանում։ Ուրեմն ասեմ հիմա այս Այս իմ մեքենան ամենագնացա ու արդեն դրանով էլ շատ անհարմար է գալ, այսինքն ոնց սարի ճամփով գնաց էլի մի խոսքով, Ժողովուրդ ջան, խնդրում եմ անպայման եթերը կիսեք տարածեք, վստահաբար այս հարցը առավել ևս որ քաղաքացիները շատ ըմբռնումով են մոտենում ամեն ինչին, ու իսկապես գյուղում ահագին մաքուր է, ինքը լավն է, մարդիկ շատ նորմալ, լավ տրամադրվածությամբ, այդ խնդիր է, որը որ դիմում են ուղիղ, երկխոսություն են ակնկալում ու սպասում են, թե պատասխան կլինի, թե չէ։ Եկեք սենց անենք, էլի, պարոն Խուդատյան, էլի վստահ եմ, որ կդիտեք, եթերը կամ ձեզ կներկայացնեն, որ եղել է սենց եթեր։ Խնդրում ենք, պաշտոնական պատասխան տվեք, որովհետև նույն մարզպետարանին դիմել են էլի մարդիկ։ Այնտեղից այս արդեն որևէ անգամն է, ինչքան ժամանակ է, անդադ ասում են դե կարվի, այս մարդկանց համբերությունն էլ հատում է, էլի արդեն։ Չկա մի հատ պաշտոնական, ասենք, փաստաթուղթ գոյություն չունի, ասենք, առհասարակ այս ձևը աշխատելու անընդունելի է։ Ասեք որ անընդունելի է։ Ես հասկանում եմ, որ ներքին փաստաթղթաշրջանառության մեջ էլ շատ խնդիրներ կան։ Մի պետություն չենք ժառանգել, որ ասենք, բայց մյուս կողմից, եթե թարս նստենք, դուք խոսենք։ Եթե գնում է մարդը մարզպետարան, գյուղի ժողովուրդը գնում են մարզպետարան, բանավոր հարց են ներկայացնում։ Մարզպետը կամ մարզպետարանի աշխատակազմը, մի խոսքով, ում որ ներկայացրել են հարցը, պիտի հարցին տա սպառիչ պատասխան գրավոր տեսքով։ Որը հետո վաղը երբ որ գնաց են ինչ ասի, դե ինչ չեք ասի, ես իմ ով աստեղ եղել, ես իմ ձեզ ինչ ասեմ։ Սպառիչ պատասխան, հայա, չէա, նախատեսում ենք այս ինչ ժամանակահատվածում, մի այսքան յոլա տարեք ժողովուրդ, այս ինչ վաղ կլինի, չենք հասնում, չենք անի։ Սա էլ է պատասխան, ցանկացած բան պատասխանա, մենակ թե իր ձևակերպումներով, հիմնավորումներով սպառիչ լինի, որպեսզի մարդիկ գլխների գալիքը իմանան, անընդհատ այս կողմենքով չդիմեն։ Ես վստահ եմ, այս մարդկանց, ասենք սրտով էլ չի, որ զանգեն, ասեն գնել ջան, մի հատ արի դու լուսա բանի։ Էլի շատ կարող են ասեն գնել ջան, արի մի կտոր հաց ուտենք, խոսքի, կամ ասենք չէ, բայց այդպես բաներով, այս տիպի բաներով իսկապես չարժի հասցնել դրան, որ մարդիկ ստիպված լինեն այդ քայլին էլ գնան, հələ այդ քայլից հետո էլի հարգանքով են մոտենում, հարգանքով են ձևակերպում իրենց ասելիք։ Իմ կարծիքով դա բարձր կգնահատվի, իսկ հիմա ես կփորձեմ մեքենայով հովո ջան, միասին գնանք գան։ Ես ընդհանրապես մի բան էլ ասեմ, էլի, մենք չունենք, ասենք, չենք ուզում, հիմա գարուն է, բացվել է, աշխատանքներն է, ժողովուրդը մի քիչ զբաղված է, մեզ էլ սիրուն չի, սազական չի, որ մեր երկրի այս վիճակից ելնելով մենք ենք աղմուկ անենք, գանք կառավարության շենքի դեմ, մի քիչ սազական չի, մենք են գյուղի ժողովուրդը չենք, ենամարտիկ չենք, էլի, մեր գյուղը իրոք այդ տեսակետով եղել է միշտ։ Մատման հարցնեմ, այդ ճանապարհի երկու կողմերով այգիներ, այդ այգիները գյուղի այգիներ։ Աշխատանքներն սկսվել է, այդ մի խնդիր չի, որ մենք հլնենք, վաղը մյուս օրը հավաքվենք ամբողջ գյուղով նստենք ավտոբուսները, գանք ճանապարհ փակենք, գանք կառավարության շենքի դեմ բողոք անենք։ Մի քիչ չի սազում, էլի։ Մենք քաղաքակիր ձևով դիմում ենք, տեսնենք ինչ կստացվի։ Մեր խնդրանքն է, որ այդ հարցին լուծում տան, ինչքան շուտ այնքան մեր օգուտն է։ Մենք օգտվելու ենք, որտեղ մեր ուսանողությունն ասում եմ, ահա որ ուսանողություն ահագին մարդ կա, որ ասենք բերք ու բարիքը մի քիչ այն չի, Երևան գնում են աշխատանքերի, մարդիկ ինչ անեն, թող են գնան արտագնա աշխատանքի Ռուսաստան։ Մեր ցանկությունն է, ախպեր, ամեն ինչը հանգիստ ձևով լուծվի, այդ հարցին պատասխան տվացվի։ Հասկացա։ Ասում եմ, մի 20 օր հետո սա պարապ ենք, այս աշխատանքները պրծա պետք է սպասենք բերք հավաքին։ Նորից եմ կրկնում, մեզի ցանկալի չի, մեզի սիրուն չի, որ մենք գնենք հավաքենք, նստենք ավտոբուսները, հետո գիտես, ես կարծում եմ այն հարցեր կա, որ ձևակերպելու մեջ պարտադիր չի կռվից սկսել։ Կռիվ անելու տեղը կգա, եթե գա, Աստված թող չանի գա։
Բայց երբ որ կարելի է հանգիստ ասել, մնում է այդ հանգիստը նորմալ ասածը, նորմալ ընկալեն Ասենք ընդունելու։ անձնական հարց չենք բարձրացնում, ինչ որ անձնական մի Հա։ բան չունենք, ընդհանուր գյուղի, ընդհանուր մեր ժողովրդի համար է, մեր պայքարը դա է մենակ։ Տաքսի Դա պայքար չի կարել, դա կարելի է համարել օգնեն, ասենք այս ժողովուրդը կարողանան տրանսպորտ վճարեն, որ այդ կառավարությունը, որ մենք եղել է, այս գյուղը կղզի այլ է, որ ոչ մեկ այստեղ չի անցել, դաժե այն վաղ, էլի իրանք են անցել։ Ու գնելը լավ խոսք ասած, ասում է դրա համար ասում է արխային են ինգեր։ Երևի հետո արխային են ինգեր, բայց էլի դեմը բաներ։ Բայց դե իհարկե բանը չարաշահել էլ չի կարելի, էլի։ Մանկապարտեզն սարքում, ճանապարհն Կուզենան սարքում, դուք մենք չենք հայնուն է Սարգսյան, մանկապարտեզի կառուցման մեջ խնդրում եմ մի հատ նկարեք թե ինչ առաջընթաց կա այդ աշխատանքի մեջ։ մենք շատ Դա մանկապարտեզը։ Այստեղ մոտիկ է։ Եկեք լավ, մի քիչ դրական նոտա հաղորդենք։ Էս էլ եկեղեցին, հա, եկեղեցին էլ է կառուցվում։ Ուրեմն եկեղեցին կառուցվում է, մանկապարտեզը կառուցվում է։ Շնորհակալ ենք։ Ընդհանրապես մնում է այդ ճանապարհը։ Եվ իսկ դա էլ էլի մի քիչ դասիրակության հարց է։ Հիմի Կարողներ թող մի հատ գային որը հա նրանք որ գալիս էին նկարելու մեր մասին դե նրանք քաղաքականացնելու համար լավ բաները չեն նկատելու ձեռից ասում գնալի գնաս դից քեզով ականչել գնաս դից գնա թող վախպեր ես ամեն ինչ կարամ անեմ ասում ոչ բանը չես կարող չէ սենց բայց երևի ավելի ճիշտ կլներ գնային գայինք նոր այդ նկարենք որ ժամանակը շատ բան չանենք Այս էդի տեսել եմ, այս հատվածում էր, չէ՞։ Հա, էսի քանդել են գտել, ես քանդեցի։ Չէ, իրոք են անում։ Հա, տեմպով, չկար անցալ կատաստրոֆա։ Եթե նախկիններն լինեին, ստեղես 96 տոննա արմատուրից երևի 3 տոննան Հազիվ օգտագործվեր, չէ՞։ Խնդրեմ, արդեն այն նախորդ եկածը Ժորժ ջան, կհիշեք էլի եկել էի, ծառների հետ կապված խնդիր էր։ Ամեն դեպքում մի քիչ լավ չէին աշխատել այդ մասով, բայց նպատակը դե երևի արդարացնում է ինչ-որտեղ միջոցները։ Հա, հույս ունենանք մյուս անգամները տենց բաները նախապես կպատկերացնեն։ Այնուամենայնիվ տեսեք, այս ամեն ինչը չկար։ Արդեն այս կարևոր հատվածը կարելի ասել արվել է, մնացել է շարժի հավաքվի։ Հիմքն է կառավարությունից բացում են ասա։ Հա ջան։ Հա, մյուսներ, եթե ստացվի բացման ժամանակ էլ կգանք։ Հա։ Են այդ գազելի չէ, Այսինքն գյուղը այնպեսի գյուղ է, որ իսկապես ցանկություն չի կարա առաջանա, էլի տեղափոխվել մեկ այլ վայր, այսինքն ներքին արտագաղթ, արտաքին արտագաղթ չի կարա լինի, բայց այս խնդիրը բոլորին տանջում է, բոլորին։ Ու կարա այդ մի հատ, այդ 2 կիլոմետրանոց ճանապարհի այդ կարգի վատորակ լինելը, այս ամեն ինչը ջուրը գցի։ Ինչը ցանկալի չի, էլի, ափսոս է, ինչի համար։ Հեսա հիմա Երկավակի ժամանակ է Սարգսյան ջան, մեքենաները Ծիրանը բարձում տանում են իրարա գալի արկղները, սաղ դառնում են մինչև հասնում են ֆուրերը, ֆաբրիկայի տակ են լրկում, դառնում են մի հատ ջեմ, սա խնդիրը առաջացնում է։ Դե գնանք, մի հատ առաջանանք Ժորժ ջան, ես խնդրում եմ, որպեսզի անպայման տարածեք այս եթերը։ Տեղից էլ գարունը բացվել է ու արդեն գրեթե բոլոր համայնքներով էլ մարզերով էլ շրջելու ենք, ու եթե ցանկանում եք, որպեսզի ձեր խնդիրներում, ձեր համայնքում, գյուղում հարցերը բարձրաձայնվեն ու դրանք լսելի լինեն, եւ կցանկանայիք, որ մարդիկ, ովքեր այդ համայնքից չեն, շահառու չեն, այնուամենայնիվ սրտացավորեն մոտենային, ուրեմն ես կարծում եմ, որ այս պարագայում դուք էլ ձեր հերթին կօգնեք տարածման, այսինքն սա թող լինի մեր հանրային հարթակը իրար օգնելով առաջ գնանք, գցենք։ Եկեղեցին մենք ենք գումար ենք հավաքում։ Հա, շատ սիրուն է ստացվում միջայլոց։ Հեսա եկեղեցու սիրուն չէ։ Կարմիր տուֆից։ Հա, չէ, դի իդեալը։ Համախմբված գյուղ ենք, հավաքում ենք, բետոն անել է բան, սակ մի մարդու նման կանգնում են։ Ամեն մեկ իր Ինքը առհասարակ նոր գյուղ է, հա։ Չէ, 38 թվի գյուղ։ Մոտ 100 տարեկան։ Համայրը մոտիկանում է 100։ Այն 3-4 սերունդն է, էլի արդեն քիչ չի։ Հա, ասենք են հիմնականը եկել են
մերոնք են 46 թվականին։ Էս եկեղեցին, Հա, արդեն սկսել է արդեն ահագին, հա, Դա քարերը վերել են, կտրում են։ շատ սիրուն բան կարա ստացվի։ Այս բանն էլ, ես որ եկա աշխատում են, երևի գնացին ընդմիջման։ Հա, Հիմա, պարոն Խուդատյան ջան, հարգելի տկեն նախարարություն, հեսա ես սենց կանցնեմ, կասեմ որտեղից է սկսվում, քարուքան ճանապարհում, ինչեւ որ դուք ինքներդ կհասկանաք ինչքան խնդիրը փոքր է ու կարելի է լուծել, ու այդ փոքր խնդիրը ինչքան մեծ բարդություններ է առաջացնում հանրությանը։ Սա եկանք գյուղի այս կամուրջն է արդեն։ Այստեղից շարունակությունը տանում է դեպի Նուբարաշեն։ Ու ստեղից սկսվում է արդեն։ Ու ափսոս է էլի դառնում բանը արված աշխատանքը գյուղի մեջ։ Արդեն Պարելով ենք գնում գալիս, էլի։ Խնդրեմ, եթե 20-ից ավել քշեմ, 20 արագությունից ավել քշեմ, վատ բան տեղի կունենա։ Հենա, դե մի ավտոն էլ պարելով գալիս է։ Ինքը սենց կադրով կարող է այդքան բան չերևա, որովհետև ներշի կտրտած սենց խորքային փոսեն, բայց սաղ ալիքա ու չի լինում, ուղղակի չես կարող արագություն բացել, 10 արագության տակ պիտի գնաս։ Խնդրեմ, դե պատկերացրեք այդ ավտոբուսը չդիմացել, ավտոբուսը, հեսա մինչև ճանապարհի վերջը հասնեմ, դուք ֆիքսեցինք, չէ՞ ժողովուրդ ջան, որտեղից ենք նստել։ Ահա, արդեն իմ ավտոյից էլ սկսեց խառը ձեներ գալ։ Վերջում սակենք։ Գյուղը կադավիկ կացենք։ Գյուղում կադավիկ կացենք։ Այս ամբողջ ջրաշենի ո՞ր։ Ես շխկոց ավելացավ։ Դալե բամեջի։ Ապտես ու շխկոց ավելացավ թազը։ Ինքը ճանապարհը կա, ինչ-որ բան չի, պետք է ընդամենը քերել ու վրայից մի հատ նորմալ ասֆալտ անել։ Ու ամբողջական տեսքի կգա, թե գյուղը, թե իր ենթակառուցվածքը, որը որ կապում է քաղաքին, այդ խնդիրը չի առաջանա։ Սա հալիքներ ասած։ Սա անդադար։ Մեքենան ամենադուխացալիս։ Հա, այս էլը ջիպով են գնում, սենց ասել։ 11 ունեմ գետնին ասում։ Չես կականից վատ ձեն է ավելացել վրեն, հա։ Սոտրամ, էդի։ Նայում ես ընդհանուր առմամբ դաշտ տեղով ենք էլի անցնում, այսինքն ինքը լեռնային ինչ-որ նենց հատված չի, որ բարդ աշխատանքներ հուշի եւ այլն, էլի չէ։ Միակը գցել ենք չոլով, որ ավելի հարմար լինի։ Բանա։ Ներողություն ժողովուրդ ջան, կապի խնդիր առաջացավ։ Այսքան ճանապարհի մասին էր խոսքը, հետ են գնում արդեն։ Հետ են գնում արդեն։ Այդքան տեղը դրա պատճառով ոչ երեխեքն են կարողանում գնալ, մի խոսքով լուրջ խնդիրներ է առաջացնում։ Երևի արդեն հասկացա։ Էլի կապը թռավ ժողովուրդ ջան, ներողություն։ Դաշտերի միջով ենք անցնում, երևի դրա համար այդպես է ստացվում։ Հա, ունենք այդ արտադրություն։ Հա։ Ահա, всё, մտանք ջրաշեն, խնդրեմ։ Ինչ էի ասում եմ, ես հասկանում եմ, որ մեր երկրում շատ ավելի կարևոր ռազմավարական բաներ կան, որ մի օր առաջ պետք է արվի։ Ես այդ ամեն ինչը հասկանում եմ, գիտեմ, որ շատ բաներ արված չեն եղել ու ամբողջը հիմա մնացել է ոնց որ ձեզ վրա, բայց էլի եմ կրկնում, այս գյուղի բնակիչները այս վերաբերմունքը չեն վաստակել, իրենք
ու այս հարցը այն մեծ հարցը չի, որ անհնար լինի լուծելը ու ինչ-որ արդարացումներ գտնենք, ինչ-որ բաներ անենք, չէ։ 1.9 է, 2 կիլոմետրանոց ճամփա է, բառացիորեն եմ ասում։ Բառացիորեն 2 կիլոմետրանոց ճանապարհը, որը վստահաբար ինչ-որ հնարավորություն կարող եք ստեղծել սա կազմակերպել անել, որ այս գյուղում այսքան լավ բան արածը ջուրը չգնա, էլի նենց չեք պատկերացնում ինչ տգեղ է նայվում։ Ինչքան բան արած գյուղում ու եկել այդ վիճակին։ Եկա կանգնեցի այնտեղ, որտեղից որ շարժ։ Խնդրեմ, խոսքը սրա մասին է, պարոն Խուդատյան, հարգելի մարզպետ, պետք է խնդրենք ձեզ բոլորիդ, որպեսզի այս հարցով հնարավորինս շուտ զբաղվել, գարունա, մարդիկ հեսա սկսելու են աշխատել, երեխեք էլի դասի, մարդիկ աշխատանքի եւ այլն, հուսանք, որ այս եղանակները նաեւ կօգնի, то պետք լինի իրանք էլ բանվորություն կանեն, կօգնեն, տեղից անում են, էլի։ Այսպես, ժողովուրդ ջան, շնորհակալություն եթերը կիսելու համար եւ շնորհակալություն, եթե գործը ընթացք ստանա, հենց ընթացք ստանա, ես խոստանում եմ, որ կգամ ու հենց աշխատանքներն էլ կլուսաբանեմ, մեր շնորհակալությունն էլ կհայտնենք համապատասխան մարմիններին ընթառաջ գնալու համար բնակիչների խնդրանքին։ Լավ եղեք, լավ որ բոլորիդ, ժողովուրդ ջան, երեկոյան հնարավոր է YouTube-յան էջով մեկ այլ եթեր ունենամ։ Լավ որ